Ողջույն իմ սիրելի հետևորդներ, կարծում եմ նմանատիպ տորտ շատերին կհետաքրքրի, մանավանդ որ պատրաստված է տան պայմաններում։ Հիմա ներկայացնեմ։ Տեսեք կտրվածքը ցույց է տալիս, թե ինչքան գեղեցիկ է եւ իր գեղեցկության հետ էլ մեկտեղ այն շատ համեղ է։ Սկսեցինք պատրաստելը։ Գնել եմ պատրաստի վաֆլե շերտեր, տուփի մեջ 7 շերտ է եւ տուփի վրա մի քանի տեսակի կրեմ է ներկայացրած, թե ինչպես կարելի է կրեմ պատրաստել, ինչ բաղադրիչներով եւ վաֆլիներով ստանալ տորթը, բայց ես քանի որ Մոսկվայում փորձել էի նուտելայով հավաքել նմանատիպ վաֆլին, որոշեցի այստեղ էլ նմանատիպ պատրաստի կրեմ վերցնել եւ հենց դրանով էլ հավաքել տորթը։ Ասեմ, որ երկար ժամանակ էլ մտածել եմ, թե վերջնական տեսքը ինչպիսին պետք է լինի, անընդհատ երկմտել եմ, կձևավորեմ շոկոլադով կամ կոկոսե փշրանքով կամ հենց իր կողքից մի կտոր կկտրեմ եւ փշուր կանեմ, մի խոսքով շատ պատահական, երբ այս կրեմը վերցնում էի խանութից, նկատեցի, որ այս ռուսական ֆիրմայի շոկոլադներից էլ կա սև եւ սպիտակ ու միանգամից միտք ծագեց, որ ընդամենը երեսին անկանոն գծեր կանեմ ձևավորման տոպրակով եւ կլինի շատ գեղեցիկ ու հենց իմ կարծիքով այդպես էլ ստացվեց։ Յուրաքանչյուր վաֆլե շերտի վրա շատ քիչ քանակով տարածում ենք այս շոկոլադե կրեմը, պատրաստի կրեմը եւ աջուձախ տանելով ամբողջ այդ փոսիկները լցնում ենք այս կրեմով։ Այդ կրեմը ուրեմն կշռում էր 400 գրամ, ես հենց 400 գրամն էլ օգտագործել եմ։ Տեսեք, հավասար գեղեցիկ վաֆլի է ստացվել, վաֆլե տորտ, կարող եմ հենց այդպես էլ տեղափոխել սառնարան, հետո կտրատել ուտել, բայց քանի որ ուզում էի գեղեցիկ ձևավորել, այս շոկոլադե շերտերից, կտորներից լցնում եմ ձևավորման տոպրակի մեջ, դնում եմ միկրոալիքային վառարան, կհալվեն, կբերեմ ու կձևավորեմ։ Կարող եք ջուր եռացնել եւ հենց այսպես տոպրակներով դնել ջրի մեջ, 2 րոպե չանցած նրանք արդեն փափկում են։ Մի քիչ ձեռքի շարժումներով կթուլացնեք, որպեսզի ավելի ջրիկանա եւ հեշտ լինի այդ ծորալու ընթացքը, շուտ չսառի։ Ահա, սիրելիներս, տորթը դրել եմ սառնարանը, սառել է արդեն 10-15 րոպե, հիմա տեսեք, այսպես շրջաձև կամ անկանոն, ինչպես կուզեք, ինչ նախշ կուզեք ինքներդ տվեք, վերջնական տեսքը ես կտրելով եմ ներկայացրել, հենց խանութի վաֆլիներին էլ նման էր, ինքն էլ իրեն հենց շատ խրթխրթան էր, որովհետև ոչ եփովի կրեմ էի օգտագործել, ոչ սովորական խտացրած կաթ, որ լիներ այդ վաֆլի թերթիկները փափկեին, լիներ փափուկ, պատրաստի կրեմ էր եւ կրեմի հաշվին էլ սա շատ խրթխրթան էր, ինքներդ էլ կարող եք, եթե խանութում պատահի վերցնեք, ինքներդ բերեք, ձևավորեք եւ շատ հաճույքով այն վայելեք սուրճի կամ թեյի հետ։ Ահա, սիրելիներս, նորից տեղափոխում եմ սառնարան, 30 րոպե է անցել, հիմա ուզում եմ կտրատեմ, մի հատ համը տեսնեմ, նոր տանից պետք է դուրս գամ, նոր տանից դուրս գամ։ Լավ սուր դանակ է պետք, այս փոքրիկ դանակները շատ հարմար են նմանատիպ բաներ կտրատելու համար, հիմա սրանով, տեսեք, ուրեմն մեջտեղից կիսեցի, խրթ-խրթան, պարզապես լվացքի մեքենան միացրած է, չուզեցի այդ ձայնն էլ ձայնագրվեր, դրա համար ձայնը կտրել եմ, որպեսզի խրթխրթոցը լսեք, տեսեք շերտերը նույն խանութի վաֆլիի նման են, շատ համեղ է ստացվել, շատ գեղեցիկ տեսք ունի, ինձ թվում է բոլորդ կփաստեք դիտելուց հետո, այսպես ինձ թվում է այս չափաբաժինների կտրատելը շատ էլ հարմար է եւ շատ սիրուն է, պատկերացրեք երեկոյան, երբ ընտանիքս հավաքվեց, չէին էլ պատկերացնում, որ ես եմ հավաքել այս տորթիկը։
Վաֆլե շերտերը 20 սանտիմետրը 35 սանտիմետրի չափով էր, բայց չեք պատկերացնի, թե ինչքան մարդ է փորձել այս վաֆլե տորթից, բոլորն էլ հավանել են, չեն էլ մտածել, որ ես կլինեմ պատրաստած, ճիշտ է, պատրաստի է գնաց շերտերը, բայց այն, որ մտածում ես այնպիսի կրեմով պատրաստես, որ չփափկի, այն, որ երեսը ինչպես ձևավորես, որ չտարբերվի խանութի պատրաստածից, դա մեծ աշխատանք է և կարծում եմ ստացվել է։ Ես ինքս ինձանից շատ գոհ եմ իմ մտահղացումից, որ կարողացա իմ ուզած վաֆլին ստանալ, սկզբից ինչպես տեսաք 2 տուփ էր, 1 տուփն էլ պահել եմ, հետաքրքիր մի կրեմ եմ մտածել և մի որոշ ժամանակ հետո էլ հենց այդ կրեմով կներկայացնեմ, զուտ հասկանամ սա է լավը, թե մյուս տարբերակը։ Մի խոսքով շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։